Անեծք որպես բանահյուսական ժանր շատ վաղուց գոյություն ունեցող երևույթ, որը գոյություն ուներ թե մեր առասպելներում, թե էպոսներում։ Ժողովուրդն ասում է, որ սոսկալին հայրական անեծքն է, իսկ մայրական կաթը չի թողնում, որ անեծքն ազդի, բայց ահա միջազգային գրանպրիների արժանացած հայտնի շաման Արման Այվազյանը վստահեցնում է, երկուսն էլ ունեն ճակատագրական նշանակություն, ավելին ծնողական անեծքը սկսում է գործել 40 օր անց։ Անեծքի, սև մոգության, ընթացիկ տարում մեզ հետապնդող սև կարմայի ավարտի, 2026 թվականին սպասվող նոր հաջողակ շրջանի, հայկական եռագույնի ծածանման, սիրով չարին հաղթելու բանաձևի, ինչ կախարդական բառեր են մեզ անհրաժեշտ հայելու առաջ արտաբերել, որպեսզի ձերբազատվենք սև մոգության ճիրաններից, և 2026 թվականը հաջողակ դիմավորելու հատուկ արարողակարգի մասին է ձմռան առաջին օրը կիսվել մեզ հետ հայտնի շաման Արման Այվազյանը։ Նախ ասեմ, որ շատ լավ տարի է սպասում Հայաստանի համար, որովհետև այսքան վատ իրավիճակից, այսքան ամեն ինչից զատ մի հատ վերջապես լույսը կբացվի Հայաստանի համար։ Սկսեն նրանից, որ զգույշ լինեք այն մարդկանցից, ովքեր սևով են, շատ սևավորներ են, այսինքն սև մարդկանց, սև սկեստով, սև գույնը մարդկանց խորհուրդ կտամ գույնը փոխել կարմիր և ավելի շատ կապույտ, որովհետև տարվա լավագույն գույներն են։ Բացի գույներից խորհուրդ կտամ նաև մի քիչ ավելի թեթև մտածել, որովհետև ներկա պահին բոլորն էլ ինչ-որ վատ էներգետիկայի հետ կապված բոլորի մոտ անդադ լարվածություն է ստեղծում, դա ավելի վատ ազդեցություն է թողում ու չեն կարողանում մարդիկ տիրապետել ինքներն իրենց։ Ինչ վերաբերում է անցած տարվան, անցնող տարվան, այո, շնորհակալություն, շատ վատ ժամանակաշրջան ու ոնց որ գիշեք ձեր եթերում անգամ էլի խոսել էինք այս թեմայով, որ դուք անդրադարձել էիք դեռևս 1 տարի առաջ այս նույն տաղավարում դուք նշել էիք, որ սպասում է եկեղեցի պետություն պառակտում եւ որին այս օրերին մենք ականատես ենք լինում։ Ի վերջո բացառապես չքաղաքականացնելով ինչ սպասել այս եկեղեցի պետություն ըստ էության սառը պատերազմից։ Դա ժամանակավոր կապիկության սկիզբն է, որը որ շատ շուտով կավարտվի։ Ինչի կապիկության, որովհետև ներկա պահին ճիշտ է, այս քաղաքականության գործից չեմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, երբ որ դու հանում ես եկեղեցուն ամեն ինչով վատ ձևով, հետո միանգամից գնում ես նույն եկեղեցի, խոնարհվում ես, դա ասուդեմ մեղքերը չես կարող վերջացնես, այսինքն դա մի տարբերակում լավ է, երկրորդ տարբերակում շատ վատ։ Ինքն է չգիտակցելով, ինքն է չհասկանալով, թե ինչ ես ուզում, ձևական քաղաքականություն, որը որ այսօրվա դրությամբ շատ վատ է։ Սպասվելիքները շատ են, նոր կյանքի սկիզբ, նոր կյանքի խոսակցություն, որը որ ամեն ինչի շատ դրական ձևով կազդի թե մեր համար, թե մեր իշխանության փոփոխման հետ կապված, այսինքն քաղաքական վերջապես փոփոխություն կլինի։ Այսինքն 2026 թվականի նոր իշխանությունների հետ է առերեսվելու ժողովուրդը։ Այո, նոր իշխանություն, նոր իշխանափոխություն, հուսով ենք ամեն ինչ շատ լավ կլինի, բայց այս ամեն ինչը դեռ ի սկզբանե սև էներգետիկայով ազդում էր Հայաստան աշխարհի վրա։ Իդեպ սև էներգետիկայի մասին խոսեցինք, հարգելի Արման, եւ դուք ինքներդ ձեր խոսքում նշեցիք, որ իսկապես այդ սև միստիկ շրջանն ենք ապրում մինչ օրս, ինչպես կարողանալ ձերբազատվել։ Ցանկացած մարդու էներգետիկան ամենակարևորագույն դեպքում ինքը իր վրա պետք է աշխատելն է։ Մենք այսօրվա դրությամբ Հայաստանում ունենք մի հատ տեսակետ, մարդկային մտածելակերպ, որ ամեն օր մտածում ենք մեր վրա աշխատում են։ Այդ աշխատելը այդքան էլ հեշտ չի։ Այսինքն կարա բացի անեծքից մնացած էներգետիկաները շատ դժվար է։ Այսինքն թուղթուգիր անելը, կարմիրսկի վուդու անելը, որտեղ այդ էներգետիկանը երբ որ դու օգտագործում ես, պետք է ճիշտ ծիսակարգի ձևերն անես, բայց այսօրվա դրությամբ շատ քիչերը դրա ճիշտ տարբերակները գիտեն։ Ու հիմնական մտածելակերպով մենք ինքներս ենք տրամադրում մեզ դեպի սևը։ Այսինքն այս սև ասվածը միշտ չի որ կա, բացի անեծքից, որտեղ անեծքը ամենավատ տարբերակն է, ավելի լավ է թուղթուգիր անեն, այդ էներգետիկան սխալ կարող է լինել կամ ճիշտ է արված դեպքում հետևանքը հեշտ կլինի մաքրում, քանզի մի անգամից անեծել ու այդ էներգետիկան քու մեջից հանելով տալ դիմացինին։
Դա ավելի վատ էներգետիկա է։ Անեծքի մասին մենք մեր տաղավարում առիթ ունեցել ենք խոսելու եւ դուք ինքներդ ասել եք, թե ինչ հզոր ուժ ունի անեծքը, իսկ հնարավոր է ներքուստ փակվել անեծքի առաջ։ Ոչ։ Դա միայն պաշտպանողական ինչ-որ թալիսմանների, ինչ-որ էներգետիկ դաշտի մաքրման ու հոգեբանական կարգավիճակի հետ է կապված։ Ես եթե չեմ սխալվում, դուք խոսել եք, որ ամենաուժեղ անեծքը, ամենահզոր անեծքը դա մայրական եւ հայրական անեծքն է, որը գենետիկորեն կարող է տեղափոխվել մինչեւ 8-9 սերունդ։ Այսինքն այդ անեծքից այլևս ձերբազատվել հնարավոր է, բոլոր տարբերակներում է հնարավոր է, բայց նման անեծքի հետևանքները կարող լինի շատ ծանր։ Այսինքն այն ինչ արտաբերում են այդ պահին անեծքի տեսքով, հետագայում ուղիղ ազդեցություն կարող է։ Այո, 45 օրվա ընթացքում արդեն այդ մարդու վրա սկսում է ազդել։ Դե բնականաբար այդ ամեն ինչը ծիսակարգերի կարգավիճակով լինում է, մաքրման տարբերակներ լինում է, Այվազյան Ֆորտունան արդեն իմ բրենդային թալիսմանը արդեն վաճառքի կան, որը որ լինում է, այսինքն մենք ունենք պաշտպանողական բոլոր տարբերակներն ու հնարավոր ու անհնարին տարբերակներ աշխատելու արդյունքը ստանալու համար։ Որտեղից կարող ենք ձեռք բերել։ Instagram-յան դալիքներից ենք հիմնականում անում։ Այվազյան Արման 1992 Instagram-յան կամ հարթակներով, ասենց ասեմ, ինքնագովազդ չէ ինչի էլի։ Արման, բնականաբար տարեմուտին բոլորին հետաքրքրում է, թե ինչպես դիմավորել կոնկրետ ինչ ծիսակարգեր են անհրաժեշտ, որպեսզի տարին բարեհաճ գտնվի։ Մի ծիսակարգ սիրել։ Ամենակարևոր բանը սիրել։ Ամենակարևոր ծիսակարգերից մեկն է հարգել։ Ամենակարևոր ծիսակարգերից մեկը լսել։ Եթե նոր տարի է արդեն սկսվել է, ամենակարևոր բանը մոռանալ այդ ամեն ինչը, կանգնել հայլու դեմ, ասել ես ներում եմ բոլորին ու այս էներգետիկան թող ինձնից հեռու գնա։ Մետաղադրամ դնում ես դռան մոտ ու մուտք ես անում դեպի տուն։ Հետո այդ կոպեկը դնում ես, դրամապանակը դնում ես քո տանը եւ մի տարի հետո նոր գցում ես դա։ Ամենալավ էներգետիկայի պաշտպանողականն է, նոր կյանքի սկիզբը։ Դեկտեմբերի 31-ին։ Այո։ Նշեցիք, որ տարվա գույներն են կարմիրը եւ կապույտը, այսինքն մնացած գույներից հնարավորինս պետք է զերծ մնալ, որպեսզի օգտագործել, բայց բացի մուգ գույներից զերծ մնալ, բայց այն ինչ որ սպասում է Հայաստանի համար շատ հետաքրքիր է, լուսավոր է, հետաքրքիր է, ուրախալի է, մենք նոր հաղթանակներ, մեր դրոշը ծածանվել է, մեր նոր շատ դրական էմոցիաները, այս տարի վերջապես Հայաստանի անունը ամենտեղ լսվելու է դեպի փառահեղ ձևով։ Այսինքն ընդհանուր առմամբ Հայաստան աշխարհին սպասում են ամենալավ բաները։ Վերջապես մենք ունենալու ենք այն Հայաստանը, այն ուժեղ երկիրը, այն կայացած երկիրը, այն գիշեք մի անգամ եթերում ես ասացի, որ հարցազրույցի ժամանակ ինձ ասին ինչ եք ուզենաս հետ բերես, ասի 44-օրյա պատերազմը։ Ասենց բոլորը լռեցին, ինչի, որտեղ ասի այդ ժամանակ մենք համախմբված էինք։ Այդ համախմբությունը հիմա գալու է առանց պատերազմի, բայց մենք ունենալու ենք այն երկիրը, այն պետությունը, որը որ իրոք մերն է, մեր ժողովրդին է, մեր դարերից եկած Հայաստանն է։ Կարծում եմ մեր արցախցի հետևորդներին կհետաքրքրի արդյոք այդ լավատեսության ֆոնին նաև Արցախ վերադարձի հույս կա։ Ես այդ հարցին զերծ եմ պատասխանել, որովհետև չեմ սիրում խաբել առաջմս ոչ։ Արման, եւ անդրադառնանք թերևս ձեր մասնագիտությանը, կարծում եմ դուք եւս համամիտ կլինեք, որ այսօր համացանցի միջոցով տարբեր, այսպես ասած, անձինք, ովքեր որևէ մասնագիտական հմտություններ չունեն, փորձում են մոլորեցնելու միջոցով տարբեր պայծառատեսություններ իրականացնել, բախտագուշակություններ անել եւ շատ մարդիկ հայտնվում են այն նմանատիպ շարլատանների ձեռքում եւ այլևս վստահությունը կորչում է իսկապես մասնագետների առումով։ Ինչպես ստուգել։ Ամենալավ տարբերակը թող ստուգեն մեկը մյուսի հետ աշխատելու ընթացքում, այսինքն երբ որ մարդու հետ աշխատում ես, թող մի հատ հասկանան, անցնեն թե կոնսուլտացիա, անցնեն օրինակ ուղարկեն ծննդյան ամիս ամսաթիվը, որը որ հաշվարկի հետ է կապված։ Ենթադրենք ձեր ծննդյան ամիս ամսաթիվը, վերջի երկու թվերը կասեք ամիսը եւ օրը, ձեր օրինակ։
29-06 Պետք է ճիշտ հաշվարկի ձևով մատրիցայի ժամանակ այս հաշվարկը պետք է ճիշտ ձևով կարողանանք։ Ձեր կյանքում նոր փուլ սկսել, որը որ ամբողջական շատ մեծ դրական է, բայց հոգեվիճակում այն հոգեվիճակը չի, որը որ դու ուզում ես ունենաս։ Սպասումները դու տեսածը ամեն ինչը հակառակ ազդեցություն է։ Նոր հաջողություն, նոր խոսակցություն, նոր կյանքի փուլ, կարիերայում շատ մեծ հաջողություն, անձնականի փոփոխություն դեպի հետ դարձակնում, բայց ամեն ինչ շատ դրական է լինելու, այսինքն այդ վտանգավոր բան չկա։ Այսինքն ես ընդհանրապես ձեր երկու հատ թվով կարողացա ներկայացնել ճիշտ ձևով հասկանալ ձեր էներգետիկան։ Այս երկու բառով պետք է մարդուն ցույց տաս, որ դու իսկապես մասնագետ ես, ոչ թե ինքը խոսա, դու հոգեբանական դու գնաս դեպի դրան, այլ պետք է ճիշտ ձևով կարողանաս մարդուն ընկալես, հասկանաս էներգետիկան։ Դու խոսաս, դու պատմես իր ամեն ինչի մասին, դե ձեր կյանքը չքննարկենք ստեղ մանրակրկիտ, բայց ամեն դեպքում շատ մեծ կարիերա ունեք դեպի ու ավելին ասեմ նոր գործի սկիզբ, նոր ինչ-որ ծրագրի սկիզբ, որ ունենալու է դեպի ձեզ դրական շարժ։ Երկրորդ հերթին մարդուն, երբ որ դուք տեսնում եք ինչ-որ տարբերակով խոսում եք, այն նկար եք ուղարկում, ես ինքը նայում եմ սովորական նկարին, այսինքն ֆոտոէֆեկտով նկարի հետ է կապված, այդ դեպքում դու երբեք պետք մարդուն չես կարող լսես, որովհետև նկարը պետք է լինի առանց ֆոտոէֆեկտի։ Եթե առանց ֆոտոէֆեկտի եղավ, նկարը ճիշտ եղավ, ինքը կարող է էներգետիկան հասկանա։ Ու նմանատիպ տարբերակները մեկ ֆրազե գումար փոխանցել։ Լսեք, հասկացեք, երկու բառ խոսած փոխանակեք իրար հետ, հասկացեք ճիշտ է թե չէ նոր։ Երկրորդը մասնագետը երբեք գլուխ չի կովում։ Այո։ Չի ասում ես աշխարհի միակն եմ, ես այն լիդերներից եմ, ոչ, մարդը պետք է լինի հատկապես նայողը, էքստրասենսը, պետք է լինի ինքը կայֆարիկ։ Ինչի, որովհետև այդ էներգետիկան դու երբ որ դու իրանից ստանում ես, պետք է դու հանգիստ էներգետիկա թողաս։ Եթե ինքը խուսափեց այսպես պահեց եղավ հիազվա մարդ, այդ մարդու հետ աշխատելուց ոչ մի օգուտ չի տա։ Պետք է այդ մարդը հանգիստ խոսա քո հետ, պետք է այդ էներգետիկան դարանա, պետք է ինքը ավելի կոմֆորտ լինի քո հետ։ Այդ ժամանակ դու այդ էներգետիկայի միջոցով կարողանում ես ճիշտ ձևով գնահատել։ Ու երկրորդը տարիների փորձը, ամեն ինչը իր հետևանքները ունեն։ Պետք է մի հատ ուղղակի ընկղմել այդ մարդուն տեսակը։ Թե չէ սա ամեն երկրորդը տառով վերցնում է, սկսում է անել, բայց տառոն ճիշտ էներգետիկայի, քու տեսած էներգետիկայի պատկերն է, որի միջոցով դու կարողանում ես ճիշտ ձևով հասկանալ, ընկալել, տեսնել։ Եթե այդ ամեն ինչը չեղավ, իմաստ չկա ինչ-որ բան անելու։ Արման, խոսենք, թե ինչ խնդիրներից կարող են ձերբազատվել ձեզ դիմելով։ Բազմաթիվ։ Մի քանիսը այսպես ասած Սև էներգետիկայի հետ կապված, զույգերի միացման հետ կապված, աշխատանքի հետ կապված, ալկոգոլից զերծ մնալու, խաղամոլության հետ կապված, թուղթուկրի անեծքի մաքրման հետ կապված, երեխա չունենալու հետ կապված, բայց ստեղ հիմնական խնդիրը, ելի եմ կրկնում, պետք է անցնել ճիշտ ձևի կոնսուլտացիան, որը որից հետո ինչ պատասխան է ստանալ, ոչ թե միանգամից ասել թուղթուկից չեմ անում, միանգամից թող չդիմեն։ Այսօրվա դրությամբ ամեն երրորդ օրը 20 հատ SMS եմ թուղթուկի եմ, ես չեմ անում, զերծ եմ անում, չեմ էլ անելու։ Այսինքն դա էս այն տարբերակը չի, որ ասենք այսօր ասում եմ չի անում, ես չեմ արել, չեմ էլ անելու։ Եթե կա բարին, թող բարին անեն։ Իսկ ունեք հատուկ օրեր, որ այդ օրերին եք միայն ընդունում մարդկանց։ Երկուշաբթի ծուրփատ ժամը 12-ից մինչև ժամը 6-ը, Տիգրամից 67 094 12 30 88 091 12 31 88։ Instagram-ս հասանելի է, գործից տեղը հասանելի է, ես ոչ փախնում եմ, արդեն 4 տարի է նույն տեղն եմ աշխատում, միշտ պատրաստ եմ լսելու, եթե այդ բան չեմ պատասխանում, ֆիքսում ենք ժամ, գրանցում ենք, աշխատում ենք, այսինքն ես իմ տեղը ոչ փոխելու եմ, ոչ ինչ-որ բան համարս կա, ես միշտ հասանելի եմ ու մարդկանց կողմից ընդունելի եմ, ոչ թե ձևականության մի օր համարս փոխեցի, մի օր տեղս փոխեցի, մի օր տան մեջ ոչ, ես իմ գրասենյակն եմ Հայաստանում, որտեղ որ նաև աջակցում չխոսացող, չքայլող, աուտիկ դաունիզմ երեխեքի հետ եմ աշխատում Հայաստանում, բոլոր աուտիկ դաունիզմ չքայլող, չխոսացող երեխեքի հետ բարեգործական ծրագրով աշխատում անվճար։
Տենց Հայաստանը մեկը չկա, որ ասի ինձ այնպես գումարա վերցրել, ոչ, ես այդ երեխաների հետ աշխատում անվճար, արդյունքներն էլ շատ կարճ ժամանակում փոփոխությունը տեսնում ենք։ Ճիշտ է ֆոնային տարբերակով, ոչ թե ինչ-որ բանի տարբերակով։ Ամեն ինչը շատ դրական է ու հասանելի։ Եվ ինչպես զրույցի սկզբում նշեցի, դուք ձեր հմտություններով հայտնի եք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ թերևս կարծում եմ մեր հետևորդներին կհետաքրքրի, թե ինչ նոր ծրագրեր ունեք, ինչ նոր, այսպես ասած, նվաճումների սպասենք։ Նախ նոր նվաճումներից ձեզ մոտ ասեմ Grand Prix 2024 Արման Այվազյան բարեգործական ծրագրի հիմնադրամի ստացանք Grand Prix մրցանակակիր տարվա լավագույն դեմք երկրորդ տարին ենք ստանում արդեն որպես լավագույն մարդկային գործոն բարեգործական ձևով նոր ծրագրերից է ամսի 23-ից ունենալու ենք ամեն տարվա նման բարեգործական ծրագրի երեխաներին աուտիկ դաունիզմի երեխաներին այցելելու ենք ուրախացնելու ենք այդ երեխաներին ունենալու ենք ամենահետաքրքիր ու ամեն անգամվան նոր շոու ծրագրերով այդ օրը ուրախացնել ենք պլյուս նվերներ, եթե ինչ-որ բարերարներ կցանկանան թող մասնակցեն, ես ինքս ինչպես կապվեն ձեզ հետ նույն հեռախոսահամարով, ես ինքս գումար չեմ հավաքում, երբեք չեմ էլ հավաքել, եթե ցանկանում են ինչ-որ տարբերակներով կարող են դիմել, իրանք էլ օգնել եւ ամենակարևորը նոր ծրագրից Այվազյան Ֆորտունա նոր ծրագիրն է բացվում, որը որ կլինի Հայաստանում Հայաստանից դուրս միակ հայկական ծրագիրն է reality show, որը որ ամսի 3-ից լինելու է արդեն եթերում։ Ամեն ինչ շատ նորություններով եւ նոր ինֆորմացիաներով կարող եք գրանցվել, մոտենանք տնայցերը եւ ամեն ինչը կազմակերպենք շատ հետաքրքիր ձևով։ Այսինքն միակ reality show-ն ոչ թե ստեղծված ինչ-որ կերպարներով, այլ ռեալ մարդկանց մեջ սկզբից մինչև վերջ նկարահանվելու է առանց ինչ-որ միայն ձայնն է փոխվում, որ մարդկանց դեմքը չի երևում, ու վсё մնացած բոլոր տարբերակներում արվում է ամեն ինչ։ Շնորհակալ եմ Արման, շնորհակալ եմ լավատեսական եւ դրական, այսպես ասած, աուրայով։ Այլ տարբերակ չէր կարա լիներ։ Ինչպես միշտ, այո։ Եվ եթե ունեք խոսք ուղղված մեր հայրենակիցներին, ձեր հետևորդներին, հա, կրկին պետք է կրկնվեմ, թե ինչպես կարողանալ ձերբազատվել այդ նմանատիպ շարլատաններից։ Ժողովուրդ, առաջի հերթին մի բան, սիրեք, սիրվեք, որովհետև երբ որ սիրում ես, երբ որ նվիրվում ես, երբ որ դիմացինին փորձում ես ճանաչել, մինչև վերջ մեկ նվիրվի, պահեք ձեր դիստանցիան, ու առաջնահերթ ձեզ սիրեք, որովհետև երբ որ դու սիրում ես քեզ, տվյալ մարդու կողմից ավելի շատ էներգետիկա է ստանում, մեկ կապվի, մեկ ինքներդ սա ինովսյո մարդուն, տղամարդուն, թե կնոջը դա ազդում է, հանգիստ թողեք, ընտանիքում դարձրեք ավելի դրականը, փորձեք ձեր առօրյան մի փոքր ավելի հետաքրքիր դարձնել այդ մարդու հետ, այդ դա կփրկի կյանքը, այդ դա ձեր ընտանիքը ավելի կամրացնի, եղեք ամենալավ ձևով, խոսելու բան կա, խոսեք, լռելու բան կա, մեկ լռեք, ասեք, կիսվեք, այդ էներգետիկան հանեք, հետո ասում եք չեք ասում եւ այլն, ամենալավ բանը լսելու եւ չլսելու մեջ, լսեցրեք։ Ու մի հատ է բան, կարևոր, շատ կարևոր բան, թող որ այս տարին վերջո այն մարդիկ, ովքեր ընտանիքում զավակ չունեն, այդ ճիչը շուտով կլսեն։ Ու Հայաստանի համար եւս մեկ անգամ ասում, մեր եռագույն այնքան ածանվելու, այնքան լավատեսություններ կան, այնքան դրական բաներ կան։ Մենք հաղթելու ենք միասին, մեր ժողովրդի հետ միասին։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։